Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին, ովքեր այստեղ են, այս ըմբռնման համար, սրտացավության համար, ու հուսանք, որ խոսքը ճիշտ տեղ կհասնի, շուտ տեղ կհասնի, շատ բան ասվեց, Հրաչավ Ագնիցը ճիշտ ասեց, բոլորիս սիրտն էլ այս մի քանի օրը լրիվ ուրիշ ձև է բաբախում, այս անօրինականության, այս անիրավության հետ կապված, ժողովուրդ վիրավորական չէր լինի, եթե տղամարդավարի գային, նստեին, ասեին, խոսեինք, մենք պահանջում ենք, մենք էլ իրենց ասեինք, այսինքն լիներ այս հանդիպումները մեր, մենք հիմա գիտեք ինչ տպավորությունն է, ահավոր վիրավորական է, քեզ ոնց որ բանի տեղ դրած, 65 տարի թատրոնում է եղել մարդը, այս թատրոնի ուղն ու ծուծը գիտի անգիր, Արևը Սանթրոսյան, Արայիկը Մաթևոսյան, Անահիտը Բաբելյան, մարդիկ որոնք 30, 40, 45 տարի թատրոնում են, բոլորիս անտեսելով, իրանք որոշումներ են կայացնում։ Գիտեք, ու այդ պատճառաբանությունն է վիրավորական։ Սա ծաղր է, Արմենը ճիշտ ասեց, սա ծաղր է ժողովուրդ, այս գրողը, ես անցած անգամ էլ ասեցի, նա ով գրել է այդ պատճառաբանությունը, իհարկե նրան հրահանգ է եղել, որ գտնի մի բան, գտնի 15 սանտիմետր բան ժապավեն չեն գտել այդ աուդիտը, որ արել են, որ Էմինին ասեն, ահա 15 սանտիմետր պակաս է կամ ավելա, չեն գտել։ Դուք հասկանում եք, մեզ ոնց որ ասվեց, զրկել են աշխատավարձից 3 ամիս։ Թատրոնում հնարավոր էր, չէ, որ այդ 15 օրը, որ ուշացրել են, հնարավոր էր, որ ինչ-որ մեկը մեզնից ունենար կրիդիտ, որ պիտի փակեր, չէ, ու այդ մարդը չի կարողացել փակի, որտեվ աշխատավարձ չեն տվել, այդ մարդը ընկել է սև ցուցակ, օրինակ, ու այդպիսի մարդիկ կան, հիմա այս դատական գործ է, ով այդ մարդուն պատասխան տալու, այդ Գոր Սարգսյանը, այդ որոշումներ կայացնողը, հարգելիներս, այս դուք ասում եք, դուք ինչ բան եք նախատեսում, եթե հանկարծ սենց լինի, եթե հանկարծ սենց լինի, հավատացնում եմ ձեզ, այսօր ուղղակի մեր ժողովի ժամանակ, մենք արդեն նախատեսել ենք ինչ-որ բան անել, ու շատ խիստ բան, բայց էլի չես կարում, որովհետև մարդ ես, որովհետև ամեն օր այդ աչիկները տեսնում ես, այդ պայծառ աչքերը, որը հավատում է, որ դու Բոբոջաջյանն ես, են էլ լավ ծոցա է, այդ երեխեքը գալու էին հեռվից, ներկայացում այստեղ նայելու, ու մենք չարեցինք մեր ակցիան, չարեցինք այդ երեխեքին հասկանալով, խղճալով, հավատալով, բայց դանակը հասել է ոսկորին, ինչի տեղ եք մեզ դրել։ Արմենը ճիշտ ասում, ինչ եք ուզում մեզնից, այ ժողովուրդ։ Ես չեմ ուզում հիմա նորից անել գովքը Էմին Թորոսյանի, բայց իսկապես բան իմաց մարդ է, դա սուտ չի։ Լավ մարդ է, լավ քաղաքացի է, լավ հայր է, լավ ծնող է, ու գործից հասկանում է, այսքան ժամանակ չի եղել, որ մեկը ասի, գիտեք ինչ բան է, էլի, այս բանից շնորոքները կտրված ասի ոչ ինչ քարկապ գցի գնա մտի բեմ տեղում բոլոր հարցերը լուծվել է տեղում ու էլ եմ ասում ունենք քայլեր նախապատրաստած որ հետո պիտի անենք ու ես հիմա դառնում եմ իմ կոլեկտիվին ձեր ցավը տանեմ պինդ ենք մնալու Սա ապտակ է, լուրջ եմ ասում, սա չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, բայց սա ապտակ է մեզ կոլեկտիվին, սա նշանակում է մեզ հիմարի տեղ դնել, դուք ով եք, դուք փալաս,
սենց կարելի է վարվել տան դռան դեմը գցած փալասի հետ, որ շպրտես ենկոմ, բերես փոխես խի, որ ինչ։ Մենք կորոշենք, հետո էլի հետագայում կորոշենք վաղվա մեր անելիքը, մյուս օրվա մեր անելիքը, եթե այսօր մինչև ժամը 6-ը չգան, ու անպայման կտեղեկացնենք, լրիվ համաձայն եմ Արթուր Կարապետյանի հետ, պիտի լինի այս ամեն ինչը կիրթ, պիտի լինի զուսպ, պիտի լինի ճիշտ ու տեղին։ Մենք ոչ մեկին դեմ չենք, ոչ մի անձի դեմ չի սա, մենք կողմ ենք մեր տնօրենին, իսկ այդ անձը ով պիտի գա, նա թող մտածի ինչ ճանապարհով է գալիս։ Սա իմ կարծիքն է, այս ճանապարհը ստոր ճանապարհ է։ Այս ճանապարհը ճիշտ ճանապարհ չի գալու կանգնելու այս կոլեկտիվին տնօրեն։ Հետագա քայլերն էլ բոլորս գիտենք, նու ամենայն դեպս մի 3 տարբերակ հիմա կարող եմ ասել ոնց է լինելու, հետոն որ եկավ ինչ է լինելու, մեր բողոքի դեպքում ինչ է լինելու, մեր համաձայնության դեպքում մի քիչ այդ ամեն ինչը կերկարի նորից ինչ է լինելու, գիտենք այդ եկողը ինչի է գալիս, թատրոնը ինչը միավորվի, թատրոնը միավոր է, միավորված է շատ լավ, ինչն է միավորելու այդ եկողը, ինձ Սանդրոսյան Արմենի հետ միավորի, մենք միավորված ենք, հա, դուք ուզում եք ասեք, ինչու՞ չէ, կա, դե բարկացները շատ են ժողովուրդ, ես անցած անգամ ասեցի, թող ոչ ոք չկարծի, դե գաղտնիքա, ինչ շշուկ, որտեղ եղավ, 2 րոպե հետո բոլորն իմանում են։ Այսօր ինձ զանգում են, ինձ անուններ են տալիս, այս ինչ մարդ է,